Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, այսօր սուրճ չենք խմում, կարող է ընթացքում խմենք, բայց այս վարկյանին սուրճ չենք խմել սիրելիներս, բայց նախորոք հերովակը սկսելը խնդրում եմ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել սիրելիներս, բաժանորդագրվել, գիտեք զանգակ կոճակն է, որ զանգակ կոճակին խփում եք, արդեն էդի բաժանորդագրվում եք, որ մեր ալիքը առաջ գնա։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր ազատ օրս է, որոշեցի մի հատ շատ լավ բաղադրատոմսով շերտավոր գաթայի խմոր պատրաստել։ Այդ խմորով կարող ենք գաթան պատրաստել, կարող ենք սիգարետ պատրաստել, կարող ենք փախլավա պատրաստել, բազմազան խմորեղներ կարող ենք պատրաստել։ Սիրելի հետևորդներ ջան, մեզի չհարկավոր դրա համար, հիմա ես ձեզ մեկ առ մեկ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, մեզ հարկավոր է 2 կիլոգրամ բարձրորակ որակի ալուր, փշենիչն է, այս ալուրը շատ լավն է։ Հարկավոր է 4 հատ մարգարին, 1 կիլոգրամ մարգարին, դե մի հատ մարգարին 250 գրամ է։ Մալոշնի մարգարինները շատ լավն են։ Հարկավոր է 2 սուրճի բաժակ բուսայուղ, հարկավոր է 5 հատ սուրճ, հարկավոր է 1 թեյի կթալ լիմոնի աղ, 1 թեյի կթալ սովորական աղ և 1 լիտր սար ջուր։ Դե սիրելի հետևորդներ ջան, սկսենք մեր աշխատանքը։ Առաջի հերթին ձուն եմ ջարդում, սպիտակուցը առանձնացնում ենք, սիմոտիկ բերեմ, այս մեկը ջարդվել է, առանցին ջարդելու չի համբերել, ինքը ջարդվել է, երևի բերելուս է ջարդվել։ Սպիտակուցը հեշտությամբ բոկվեց։ Ստուպրակը վերցնենք, ջարդվածները լցնենք մեջ։ Ձուն լվացել եմ, որ կեղտոտ չլինի, փոշին չլցվի ամանների մեջ մեր։ Սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում մենք կլսենք հոգևոր երգեր, որը շատ դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս, ձեզ չգիտեմ սիրելիներս, ես թվում է ձեզ էլ դուր կգա։ Ումից վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ումից ես տողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ, մարմինս ուտելու, նրանք թուվացան ու ընկան։ Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա։ Եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է Տեր, հույսս քեզ վրա եմ դրելու։ Մի բան եմ խնդրել Տիրոջից, և նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելուչությունը և վերահասկեմ նրա տաճարում։ Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ, ժայռից բարձր պահեցին ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրու թշնամիներից վրա։ Շրջեմ և օրհնությամբ պատառակ մատուցեմ նրա վրա, օժտերքեմ և սաղմոս երգեմ Տիրոջը։ Լսիր ձայնին, Տեր, քանզի քեզ կանչեցի, ողորմիր ինձ և ականջնիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, և հայացքն իմ ընտրեց երեսդ Տեր։ Մի դարձրու երեսդ ինձնից և բարկությամբ մի շրջվիր գծերդ։ Իմ օգնականը եղիր Տեր, և մի անարգիր ինձ և մի լքիր կրտուճ ասնված։ Իմ հայրը վայրը լքեց ինձ, բայց Տերն ինձ ընդունեց։ Սովորեցրու ինձ Տեր քո ճանապարհը,
առաջնորդներից կողմից շահերով, իմ թշնամիների պատճառով, ինձ նեղողների ձեռքը հիմանքով, իմ դեմ մեղսագործականներ եղան և չարախոսեցին ինձ իրենց ամենավիճյամբ, հավատում եմ, որ կտեսնեք Տիրոջ բարությունը ողջերի երկրում, սպասիր Տիրոջն ու քաջալերվիր, Սիրելի հետևորդներ ջան, այս սպիտակուցներ կպահենք, որ փախլավա տխենք, բեզե պատրաստենք։ Իսա կդնենք մի կողմի վրա, մի հատ սպիտակ այդ տոպրակների բանը ծածկում ենք, տնենք սառնարանը ներքևի մասում, ոչ բան էլ չի լինում։ Հիմա լցնում ենք բուսական յուղը, երկու սուրճի բաժակ, ու էլի խառնում ենք։ Լավ խառնում ենք սիրելիներս, լցնում ենք ջուրը սիրելի հետևորդներ ջան, սա էլ լցրեցինք, սրանք տնենք մի կողմի վրա, որ մեր չխանգարի, հիմա կլցնենք ալուրը ու կհունցենք, ալուրը ստանանք մեր ուզած խմորը։ Դե պատկով ալյուրա չեմ մաղում սիրելի հետևորդներ ջան, մաքուր է։ Չգիտեմ ես ամանս այս թասիկը փոքր է լինելու խմորի համար, թե չէ։ Եթե փոքր լինի կտեղափոխենք, ոչինչ։ Չնայած չէ, փոքր չի լինի, որովհետև դրոժով չի բարձրանալու, որ ասենք խանգարի մեզ։ Անցնենք ձեռով հունցել։ Սիրելի հետևորդներ, դե արդեն հունցում ենք խմորը։ Դե սիրելի հետևորդներ ջան, խմորը կպատրաստեմ, նորից կմիանանք։ Գունդը խմորի արդեն պատրաստ է, սիրելիներս։ 2 կիլո ալյուրից այս մեծ գունդը ստացանք սիրելի հետևորդներ ջան։ Ինքան ծանր չեմ կարող բարձրացնել փափուկ, խմոր ստացանք։ Ջայր լցնեմ ստեղ։ Հիմա պետք է բաժանենք գնդերի սիրելի հետևորդներ ջան, երևի 6-ից 7 գունդ։ Հələ տեսնենք։ 1 2 3 6 չէ 7 պետք է սարքենք, որ կարակն էլ տնենք ավելի շատ է լինելու։ Էսի 1 էսի 2 էսի 3 4 5 էսի 6 հələ 7 8 եղավ։ Ոչինչ, բան կանենք, կկտրենք, որ փոքր է, նրա վրա կդնենք, անակ այս մեկը մի քիչ փոքր է, սրա վրա կդնենք, այս մեկը ջուրնալ, այս մեկի վրա կդնենք, սենց կբաժանենք էլի, ուրեմն 6
լավ, հեռագնդերը անենք, կտեսնեք սիրելի հետը։ 1, 2, 3, 4, 5, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 8 հատ բուն դեղավ սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս գնդերը պատրաստենք։ Սենց գնդերը պատրաստենք, երբ որ տենանք մեծ ու փոքր են, այն վաղտ այն մեկից կկտրենք, մեկի վրա կտնենք, սիրելի հետևորդներ ջան։ Մեկից կկտրենք, մեկի վրա կտնենք։ Տնենք ստեղ։ Լսեք, այդ սիրուն կուտեղ։ Դե ժամանակը չկորցնենք, գնդերը պատրաստել, նորից կմիանանք։ Ստեղ հետևորդներ, գնդերը պատրաստ է արդեն։ Մենակ ես մի գունդը, որ մի քիչ մեծ է եղել, ես էլ կկտրեմ, որի վրա տնեմ։ Երևի, ոնց որ համարյա սա հավասար է։ Լավ, բաժանենք հավասար մասերի։ Ես էլ սրան, մի քիչ ավելի մեծ է, սովորականին նայած։ Լավ է։ Սա կտրենք, քիչ-քիչ։ Էսի սրան, էսի սրան, էս էլ սրան։ Ուրեմն թողնում ենք մի կես ժամ հանգստանա սիրելի հետևորդներ, հետո դրանից հետո բան կանենք։ Կարագը կբացենք, կարագը կբաժանենք, դա ցույց կտամ, ոնց ենք բաժանել, ինչքան է հասնելու մի կիլո մարգարինը, ոչ թե կարագը, կարագով խմորեղենները ավելի լավ է ստացվում, քան կարագով։ Մարգարինը լավն է, թե իհարկե լավ ամպիր մարգարին ես ունենում։ Այս երկու գունդն էլ տեղավորի ստեղ, այ մեջքս ջարդվում է։ Մի կետ տեղավորենք։ Ասել հետևորդներ ջան, ուղարկում եմ սառնարանը, մի 30 րոպե մնա։ Սիրելի հետևորդներ ջան, դե արդեն վերջինն է, երրորդն է, որը 3 անգամ արդեն բացում փակում ենք, սա երրորդն է արդեն։ Սիրելի հետևորդներ ջան, այս երրորդով արդեն վերջացնում ենք։ Նորից եմ հիշեցնում, երբ որ ցանկանաք սառցախցիկից հանեք, կդնեք սառնարանի ներքևի մասում, որ ասենք հալվի, բայց ոչ դրսում։ Եթե դրսում դրեցիք, բանը խմորը փչանում է։ Հետո ընդեղից մեկ-մեկ կբերեք, կհանեք, կօգտագործեք, կթխեք։ Հիմա սա վերջին է,
Այս երկու գունդը ձեզ հետ բացեմ ու հետո ես մենակս կբացեմ սելի հետևորդներ ջան եւ լսելով հոգեվոր շատ լավ երգ։ Տեսել եք երկում հետ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր երգներ լսեցինք, շատ հաճելի երգ էր, շատ հոգևոր սնունդ տվող երգ էր։ Այս մեկն է ձեր հետ միասին փակեմ, բացեմ, փակեմ։ Տեսեք ինչ փուչիկներ ա տվել, այս լավ փուչիկներ ա ստացվել։ Արդեն սա ցույց ա տալի, որ մեր խմորը լավ եզրակետուն է։ Նեղ կլնի, լայն կլնի, նշանակություն չունի։ Բացեք։ Ինչքան կարակ բարակ բացեք, որ կարակը տարածվի։ Քիչ դժվար է, էլի հեշտ էլ չի, որ ասեմ հեշտ է։ Ուժ ես գործադրում։ Սա էլ այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, Սա վերջին էր արդեն, ուզում եմ սրանով ստեսություն ասեմ բոլորի, սիրելիներս, Սրանդերնա, պատրաստում եմ և վերջ։
այս վերջի գունդրել ձեզ հետ բացեմ ու գնդերը ուղարկենք սարցախցիկ։ Արանքում էլ լսենք հոգևոր երգ։ Ես եմ երկու Ես ելի հետևորդներ, շատ լավ երգ էր, ես էլ հետը երգեցի սիրելիներս։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այս խմորը շերտավոր գաթա, շատ դժվար է բացում, ուժ է պետք, որ գործադրենք։ Հիմա խմորս դարձել է էլաստիկ, լրիվ կարակը տարածվել է, շատ լավ խմոր է ստացվել, փուչիկներն է լիքը։ Լրիվ փուչիկներն է տրակում։ Ինչքան կարակ բարակ բացենք, որ այդ կարակը լավ տարածվի։ Թեկուզ լիստը թողնեղ բացվի, սենց այսպեսներ, չի խանգարում։ Մենակ թե, ասենք, խմորը ոնք ծալում ես, են ուղությամբ է բացում, են մյուս հակառակ ուղությամբ չի բացում, ուժ է պետք։ Սիրել հետևորդներ ջան, սա էլ այսպես, այսինչ գալիս ենք, ոլորելով, ոնց կուզեք գնացել կանեք։ Սիրելի հետևորդներ ջան, այս էլ այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա վերջացրեցինք բացելը 3 անգամ։ Հիմա դնում եմ այս տոպրակների մեջ, կարամ 2 հատը դնեմ, տեղավորումը մի տոպրակի մեջ 2 հատ դնենք,
այս նեղերից կդնեմ, կտեղավորի շատ տոպրակ, բան չանենք, այս ես դնում ենք տոպրակի մեջ, դնում եմ այս մեծ տոպրակների մեջ ու բան անեմ, ինչ եղավ այդ տոպրակները, հեսա, ու դնեմ սարցախցիկը, եթե շուտ եք պատրաստելու, կարող եք մի ժամ պահել սառնարանի ներքևում ու թխել, եթե ուշ եք թխելու մի քանի օրից հետո, թեկուզ 3 ամիս էլ կարաք պահեք, ոչ մի բան չի լինում, ես նոր տարվա նախօրյակին եմ թխելու սիրելիներս, իրար հետ եք թխելու, մենակ չեմ թխելու, որ տեսնենք ինչ խմորեղեն դուրս եկավ։ Ասիստեմ ենք սրա մեջ ու տեղավորում ենք։ Ոբշեն, ես կտեղավորեմ բոլորը, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ամեն առաջինը հիշեցնել, չմոռանալ զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել, տարածել սիրելիներս, որ մեր ալիքը մեծանա, մեր ընտանիքը մեծանա սիրելիներս, ես ձեզանից շատ շնորհակալ եմ, ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սերտիկների համար սիրելիներս, բոլորից շատ սիրում եմ։